Հանրապետություն կուսակցության վարչապետի տեխնացու Արամ Սարգսյանը քվեարկել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում լուրերի հետ զրույցում Սարգսյանն ասել է, որ քվեարկել է համոզված, որ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ժողովրդավար եւ զարգացող աշխարհի ընտանիքում։ Արամ Սարգսյանը անդրադարձել է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուժեղ Հայաստան դաշինքի ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հանրապետություն կուսակցության միջնորդության մերժմանը։ Իրավաբանական թիմը, ով կատարել էր այդ աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալներ են եւ խնդիրը ոչ թե ենթադրությունների հենքով էին, այլ են հազարավոր, հարյուրավոր ներողություն, հարյուրավոր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված նյութերի, կալանավորումների, նաև դրսից հնչող ու դրսից Հայաստան եկող 100,000-ավոր մարդկանց համացանցում անգամ արված հայտարարությունների։ Գիտեք, մենք փոստերով անցնելով տուն առ տուն մարդկանց համոզում ենք, որ գան ու արդար քվեարկություն անեն եւ եթե քվեարկեն մեզ շնորհակալ կլինենք, մեզանից հետո հայտնվում են մարդիկ, որոնք 500,000 կամ 1 միլիոն դրամ գումար են առաջարկում ու դա հավասարության սկզբունքը խախտում է։ Եվ ես այո դիմել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովին անվավերջ առաջելու եւ համարում եմ, որ ճիշտ եմ արել եւ ճիշտ կլիներ, որ արևմտյան արժեքներ գրող մնացած քաղաքական ուժերն էլ դա անեին, ոչ թե կողքից հետևեին, թե միայն Հանրապետություն կուսակցությունը ինչ անի։